Ոգեշնչվելով հին հույներից, հին Հունաստանից, ես անկախ Հայաստանի պատմական ընթացքը մի քանի հիմնական, պայմանական փուլերի եմ բաժանում եւ այսպես առաջին շրջափուլը 1990-ից մինչև 98 թվականը, երբ որ իշխանության էին գիտնականներն ու պոետները, 1998 թվականին իշխանությունը անցնում է ռազմական կամ պատերազմական բյուրոկրատիային։ 2018 թվականին արդեն իշխանությունը անցավ հեղափոխական փողոցից եկած ակտիվիստներին, արդեն 2026 թվականն է եւ իշխանության հայտ է ներկայացրել խոշոր կապիտալը, Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժում է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի ընտրողները ոնց որ թե միևնույն տարածությունում են եւ միևնույն ակնկալիքներ ունեն եւ այս երկուսի բախումը անխուսափելի է հեղափոխական ակտիվիստները ունենալով արդեն 8 տարի կառավարման փորձառություն ցույց են տվել որ ամենաառանցքային հարցերում իրենք ձախողել են պակաս խնդրահարույց չի նաեւ խոշոր կապիտալ չի կարելի թույլ տալ որ պետությունը նույնացվի կորպորացիայի հետ այս արտաքին մարտահրավերներին դիմադրելու համար անհրաժեշտ է որ Հայաստանի ներսում կայունություն հաստատվի ամեն օր մի հերթական սրվակն է բացում Նիկոլ Փաշինյանը եւ թույնի հերթական չափաբաժինը սրսկում անության մեջ մեր քաղաքական միտքը ինչով է զբաղված ռոպագանդիստական տեսությունների բախումներով ամենակարևոր բանը որ հիմա մեզ պետք է դա կայունությունն է որ մի փոքր հանգստանանք այս հիստերիայից դուրս գանք ինչ պետք է անի Հայաստանը այս իրականությունում եւ այս մարդկանցով կա իշխանություն որը կլանում ու քայքայում է իր ճանապարհին ամեն ինչ մեր ժողովրդին ուզում եմ նաեւ խորհուրդ տալ հայացքներ ուղղել իսկական քաղաքական գործիչները այն քաղաքական գործիչները որ մարդկանց հետ խոսում են քաղաքական լեզվով քաղաքական հռետորաբանությամբ բոլոր այն խնդիրները որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև պետք է ունենան քաղաքական լուծում իսկ քաղաքական լուծումը պետք է բխի քաղաքական մտածողությունից իսկ քաղաքական մտածողության համար անհրաժեշտ են քաղաքական գործիչներ Ընկերներ ողջույն ընդհատակի զրույցները շարունակվում են այսօր առաջարկում եմ իրար հետ մի փոքր մտածենք Հայաստանի ապագայի մասին քանի որ 2026 թվականը ընտրական տարի է ընդամենը ամիսներ անց տեղի են ունենալու ընտրություններ եւ մենք բոլորս միասին պետք է ընտրենք մեր երկրի ապագան որոշենք թե ինչպիսին է այդ ապագան լինելու ինչ ունով ենք զարգանալու եւ ինչպիսին է լինելու մեր ընթացքը առաջին հերթին որակական տեսանկյունից բայց մինչև բուն նյութին անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին 191 եւ հավանել տարածել ընդհատակից զրույցները ընդհանրապես անկախ Հայաստանի պատմական ընթացքը շատ հետաքրքիր է եւ հետազոտության ծառավ ոգեշնչվելով հին հույներից, հին Հունաստանից ես անկախ Հայաստանի պատմական ընթացքը մի քանի հիմնական, պայմանական փուլերի եմ բաժանում եւ այսպես առաջին շրջափուլը 1990-ից մինչև 98 թվականը, երբ որ իշխանության էին գիտնականներն ու պոետները, սա շատ վերացական է հնչում, բայց ինձ թվում է խորքում արտահայտում է ասացիս էությունը եւ այս բնորոշումը պատահական չի պետք է հստակ ֆիքսել որ այդ ժամանակ իշխանության եկան սովետական Հայաստանի մտավորականները առաջադեմ ըմբոստ մտավորականները եւ ասածը հիմնավորվում է կազմով գերագույն խորհրդի կազմով եւ իշխանության բարձր պաշտոններում գտնվող մարդկանցով նախագահը գիտնականներ, վարչապետ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանը մաթեմատիկոս, էլի գիտնական եւ նայենք էլի գերագույն խորհրդի կազմը, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մտավորականներ, չգիտեմ, գրողներ, ներքին գործերի նախարարը գրող, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը էլի գրող, մի խոսքով, բայց 1998 թվականին իշխանությունը անցնում է ռազմական կամ պատերազմական բյուրոկրատիային, որի մարմնավորումներն են Ռոբերտ Քոչարյանը,
Սերժ Սարգսյանը եւ նաեւ արդեն ամպլուան փոխած Վազգեն Սարգսյանը եւ դա պատահական չէր, այլ տրամաբանական ընթացք, որտեղ պատերազմում հաղթելուց հետո նախ պատերազմում հաղթել, նշանակում է ուժեղացնել այդ դասակարգը, այդ խավը եւ ինչն էլ պետքա բերեր փոփոխության եւ այդ փոփոխությունը եղավ 1998 թվականին եւ հատկապես 1999 թվականի ահաբեկչությունից հետո 2018 թվականին արդեն իշխանությունը անցավ հեղափոխական փողոցից եկած ակտիվիստներին, այդ փողոցից եկածած լինելու այդ հանգամանքից պետք չի նեղվել, սա վիրավորելու համար չեմ ասում, այլ փաստն եմ արձանագրում մի խումբ երիտասարդներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չունենալով գիտելիքները, չունենալով փորձ, նաև չունենալով կրթություն եւ աշխատանք եկան իշխանության։ Եվ հիմա արդեն 2026 թվականն է եւ իշխանության հայտ է ներկայացրել մի նոր դասակարգ խոշոր կապիտալը Սամվել Կարապետյանի եւ նրա կողմնակիցների մարմնավորմամբ ընդհանրապես մեր միֆ կա կամ թյուր կարծիք, որ 1998-ից մինչև 2018 թվականը, միգուցե 1998 թվականից առաջ Հայաստանում իշխել են օլիգարխները, գործարարները եւ օլիգարխիա է եղել։ Սա միֆ է, որովհետեւ գործարարները, օլիգարխները երբեք չեն եղել Հայաստանում իշխանության, ընդհակառակը եղել են այդ պատերազմական բյուրոկրատիայի աճանցյալը եւ ինչ որ առումով մնացյալ բնակչության պես զոհի կարգավիճակ են ունեցել սպասարկելով այդ համակարգին, իհարկե զոհը ճակերտների մեջ։ Եվ հիմա արդեն 2026 թվականին իշխանության հայտ է ներկայացրել խոշոր կապիտալը Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժումը։ Իհարկե այս բոլոր փուլերը ունեն իրենց թերություններն ու առավելությունները, ես հիմա չեմ ուզում միանշանակ ասել սավատա, նավատա, եւ հիմա խոսելով խոշոր կապիտալի մասին եւ մեր ձևով շարժման իշխանությունը վերցնելու հայտի մասին, ստեղ էլ պետք է ասենք, որ լուրջ խնդիրներ կան քաղաքական առումով, փիլիսոփայական առումով եւ առաջին հերթին որպես հասարակագետ եմ, խնդիրը դիտարկում, որովհետեւ խոշոր կապիտալ, իշխանություն, սրանք հանրություն, սրանք շատ բարդ հարաբերություններ են, այստեղ բազմաթիվ սոցիալական, մշակութային, տնտեսական, քաղաքական հիմնախնդիրներ կան, որոնց անհրաժեշտ է պատասխանել։ Եվ հիմա ունենք հանրություն, որը պետք է ընտրություն կատարի, որտեղ մեծ հաշվով բոլոր այս դասակարգերը բացառությամբ պոետների եւ գիտնականների նորից հիմա հայտ են ներկայացրել եւ բոլորը ամեն մեկը իր հերթին իր վարդագույն իրականությունն է, իր երկնային Երուսաղեմն է առաջարկում հանրությանը։ Պետք է ասել, որ պատերազմական բյուրոկրատիայի ներկայացուցիչները տարիների ընթացքում էլ ավելի են մարգինալացել եւ քիչ հավանական է, որ նրանք կարող են հաջողության հասնել։ Առաջին հերթին Ռոբերտ Քոչյանի մարմնավորմամբ, որովհետեւ պարզ չի, թե նրանք ինչ են առաջարկում հանրությանը եւ արդյոք նրանց առաջարկները ածանցվում են հայ ժողովրդի եւ Հայաստանի արդի հիմնախնդիրների հետ, որովհետեւ տպավորություն կա, որ նրանց խոստացածը ոչ թե ապագայում է, այլ հեռավոր, արդեն իսկ հեռավոր անցյալում, քանի որ նրանք անդադարում են անում իրենց կառավարման ժամանակներին, ցույց տալով թե ինչքան անվտանգ եւ կայուն է Հայաստանը, ցույց են տալիս, որ իրենց օրոք Արցախը տնտեսությունը աճում էր, կար երկինչ տնտեսական աճ, այս շենքն են կառուցել, այն թունելն են կառուցել, այն ճանապարհն են կառուցել, բայց ապագայի հետ կապված ինչ են ասում։ Ապագայի հետ կապված կոնկրետ ասելիքներ ունի իշխանությունը, այսինքն հեղափոխական ակտիվիստների խավը
եւ խոշոր կապիտալ, այսինքն մեր ձևով շարժումը եւ այս երկուսը ինչով են իրար նման, որտեվ երկուսն էլ այս պայդրությամբ հավակնում են միևնույն տիրանալ միևնույն էլեկտորատին, օրինակ պատերազմական բյուրոկրատիայի այս ճակերտների մեջ էլ պետք է հասկանալ։ Ամենևին նկատի ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության արշավելու է միանգամի դեպի Բաքու, չէ՞ դա նկատի ունեմ։ Որովհետև հա Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատը մի փոքր ուրիշ է։ Նրա ընտրողները այլ ակնկալիքներով մարդիկ են, բայց Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի ընտրողները ոնց որ թե միևնույն տարածությունում են եւ միևնույն ակնկալիքներ ունեն եւ երկու այս ուժերը, երկու դասակարգերը նրանց հետ հարաբերվում են ըստ իրանց ելակետերի, այսինքն մեկը ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է ես ձեզ բերել եմ խաղաղություն, բերել եմ սոցիալական արդարություն, այն ժամանակ էլ ասում էր որ թալանն են վերադարձնելու եւ այլն, հիմա իրանք էլ եկել են ասում են մի րոպե, սրանք ոչ խաղաղությունը նորմալ բերում, թալանը հետ չեն բերել, այլ եթե մենք գանք, հարկ չենք վերցնելու փոքր բիզնեսից, ասեմ աշխատավարձերը, թոշակները կրկնապատկելու են, բարձրացնելու ենք եւ այլն, այսինքն այս երկուսի բախումը անխուսափելի է, առաջին հերթին այն պատճառով, որ նրանք գործում են միևնույն տարածությունում, բայց երկուսն էլ կարող են խնդրահարույց թվալ, որովհետեւ այս հեղափոխական ակտիվիստները ունենալով արդեն 8 տարի կառավարման փորձառություն ցույց են տվել, որ ամենաառանցքային հարցերում իրենք ձախողել են բոլոր մեծ պրոյեկտներում, իրենց օրոք հայաթափվել է Արցախը, նաև նրանց պատճառով, իրենց օրոք մենք պարտվել ենք պատերազմում, ունեցել ենք անհաջող կառավարում կորոնավիրուսի ժամանակ եւ այլն եւ այլն։ Այս ձախողումները ակնհայտ են եւ բոլորի աչքի առաջ եւ չարժի բոլորը հերթով թվարկել։ Եվ բայց հիմա պակաս խնդրահարույց չի նաև խոշոր կապիտալը, որովհետև եկեք խոստովանենք, որ բիզնես կառավարելը եւ պետություն կառավարելը իսկապես շատ տարբեր բաներ են եւ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ պետությունը նույնացվի կորպորացիայի հետ, որովհետև որևէ կորպորացիայում կամ ձեռնարկությունում արդյունավետ կառավարումից ելնելով դու կարող ես քո աշխատակիցներին օրինակ աշխատանքից հեռացնել կամ նրանց մոտիվացնել բարձր աշխատավարձով եւ այլն, բայց հասարակության հետ այս գործիքը կազմելով չես կարող դու աշխատել, ժողովրդին գործից չես կարող հանուն քո բիզնեսի արդյունավետության հանուն քո բիզնեսի արդյունավետության չես կարող թոշակը բարձրացնել, շատ նուրբ, ես հիմա շատ պրիմիտիվ օրինակ բերեցի, բայց շատ նուրբ սոցիալական խնդիրներ կան, որոնք պետք է իսկապես լուրջ վերլուծության ենթարկվեն։ Եվ նորից եմ կրկնում, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ պետությունը եւ կապիտալը, կորպորացիան նույնացվեն, սրանք պետք է հստակ իրարից տարանջատվեն, ելնելով համ առաջինի, համ երկրորդի շահերից առաջին հերթին։ Ինչևից է, այնուամենայնիվ Հայաստանը Եվրոպայի կենտրոնում չի գտնվում։ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում եւ ունի բարդ հիմնախնդիրներ։ Մի կողմից այն շրջափակված է արևմուտքից եւ արևելքից Թուրքիայով եւ Ադրբեջանով։ Հարավում Իրանն է, ծխացող Իրանն, գիտենք վերջին շաբաթներին ինչ է կատարվում այդ երկրում, իշքան մարդ է սպանվել, գիտենք որ Իսրայելը, Միացյալ Նահանգները անդադ խոսում են Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին, հրթիռակոծության մասին, հավատացելու մասին, ինչը չի կարող մեր վրա չանադառնալ, կա Ռուսաստանը, որը շարունակում է պատերազմը Ուկրաինայում եւ արդեն կարող ենք փաստել, որ շատ հաջող ձևով իր համար, այսինքն պատերազմի կառավարման սանձերը վերցրել է իր ձեռքը, չեմ ասում, որ ամեն օր հսկայական տարածքներ գրավում կամ ազատագրում, հարցը չի, բայց պատերազմի պուլտը, հա, հեռավարման վահանակը իր ձեռքում է, սպայդրությամբ, եւ այստեղ
պետք է հասկանալ Ռուսաստանի ներգրավվածությունը մեր տարածաշրջանում բավականին ակտիվ են եվրոպացիները գործող իշխանության Նիկոլ Փաշինյանի գլխավոր աջակիցները եւ հովանավորները խոսքը հենց Ֆրանսիայի մասին է առաջին հերթին տարածաշրջանում են նաեւ ԱՄՆ-ն իր TRIP նախագծով եւ այստեղ շահերի շատ լուրջ բախում է ի հայտ գալիս եւ Հայաստանը հայ ժողովուրդը պետք է կարողանան իսկապես շատ ճկուն եւ պրագմատիկ դրսևորվել, որպեսզի կարողանանք որքան հնարավոր է անվնաս դուրս գալ այս փոթորկի միջից։ Բնականաբար չեն կարող կորուստներ չլինեն, եթե հաշվի առնենք, որ մենք նաև պարտվել ենք պատերազմում, թուլացել ենք, կորցրել ենք Արցախը, կորուստներ լինելու են, բայց այստեղ հարցը ոչ այնքան կորուստներն են, այլ որ մենք կարողանանք, որքան որ մենք կարողանանք անվնաս դուրս գալ եւ ընդհանրապես դուրս գալ այս փոթորկի միջից եւ կարողանալ վերարտադրվել նորից վերարտադրվել եւ դրսևորվել եւ սա ամենաբարդ առաջադրանքն է մեր առաջադրված, բայց այս արտաքին մարտահրավերին դիմադրելու համար անհրաժեշտ է որ Հայաստանի ներսում ի վերջո կայունություն հաստատվի փոխարենը մենք տեսնում ենք որ գործող իշխանությունը անընդհատ ապակայունացնում է երկրի ներքին կյանքը ամեն օր մի հերթական սրվակն է բացում Նիկոլ Փաշինյանը եւ թույնի հերթական չափաբաժինը սրսկում հանրության մեջ այս խայտարակությունը եկեղեցու դեմ այս խայտարակ նողկալի պատարակները եկեղեցու ճեղքման փորձերը կաթողիկոսի դեմ արշավը քաղբանտարկյալները ի վերջո Հայաստանի բանտերը ողողված են քաղբանտարկյալներով եւ ամենաամոթալին քաղբանտարկյալ սրբազաններով Իշեն Բագրատ սրբազանին, Միքայել սրբազանին, մյուս երկու սրբազաններին եւ այլն։ Եվ հիմա այս իսկապես շատ վտանգավոր իրականությունում Հայաստանը դարձել է շատ անկայուն երկիր 2018 թվականից անկայուն է, բայց հիմա ամենապայթունավտանգ իրավիճակն է եւ ամեն օր հերթական թույնի չափաբաժինն է ներարկվում մեր հանրության մեջ գործ ունենք ինչ-որ մեր քաղաքական միտքը ինչով է զբաղված պրոպագանդիստական տեսությունների բախումներով եւ ունակ վերջնենք իշխանությունը իր իսկ վերարտադրման համար անդադ մարդկանց կերակրում է ստով, միֆերով, հեքիաթներով եւ այդ նպատակին հասնելու համար դիմում է ամենահեշտ եւ ամենաքայքայիչ տեխնոլոգիային ստեղծում է մի նոր արտաքին թշնամու գաղափար, որ իր շուրջը իրականացնի կոնսոլիդացիա, այդ արտաքին թշնամին երևութական Ռուսաստանն է, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը, որը նեոգաղութային քաղաքականության փորձում է նորից զրկել մեզ անկախությունից եւ ինքնիշխանությունից եւ դրա համար պետք է մենք նորից գնանք ընտրենք այս իշխանությունը։ Սա ամենակայքայիչ քարոզությունն է եւ այս ծիրում այդ հիբրիդային պատերազմի համատեքստում գործակալներ են հրճակվում ստալինյան տրամաբանությամբ բոլոր են մարդիկ, որոնք փորձում են մարտահրավեր նետել իշխանությանը։ Ես, մյուսը, ինձ ավելի ադեցիկ գործիչներ, այսինքն ով քննադատում է իշխանությանը, լինի դա Սրբազան, լինի գործարար Սամվել Կարապետյանը, թե որևէ մի լրագրող կամ պատգամավոր հրճակվում է որպես Ռուսաստանի գործակալ եւ հիբրիդային պատերազմի զինվոր։ Այսինքն իշխանությունը այսպիսի բաներով է զբաղված եւ հիմա այստեղ ակնհայտ է եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ամենակարևոր բանը, որ հիմա մեզ պետք է դա կայունությունն է, որ մի փոքր հանգստանանք, այս հիստերիայից դուրս գանք եւ փորձենք լուծել արտաքին քաղաքական խնդիրները։ Հասկանում եք, երկրի հյուսիսում ռուսական ռազմաբազան է, հարավում 76%-ով Թրամփի թրիփը, եվրոպացիները
իրենց հիբրիդային պատերազմով, այսինքն Նիկոլ Փաշինյանի հիբրիդային պատերազմին աջակցելով Ալիևը, Էրդողանը եւ ծխացող Իրանը։ Ինչ պետք է անի Հայաստանը այս իրականությունում եւ այս մարդկանցով շատ դժվար է ասել, բայց ցավոք սրտի հանրության մեջ կան լայն զանգվածներ, որոնք չեն ուզում առերեսվել այս խնդիրների հետ եւ նաեւ այս չընկալման համար հիմք են հանդիսանում մի շարք էլի նույնիսկ հերձվածող գաղափարներ, օրինակ յայտայքել մի նոր շարժում բոլորին դեմ, այսինքն այդ հայ նորաձև առաջադեմ երիտասարդության հերթական հերձվածն է, ինչի համար բոլորին դեմ մի իրականությունում, երբ որ դա ակնհայտ է, որ ձայները փոշիացնելու եւ ծառայեցվելու է իշխանության օգտին, որովհետեւ իսկապես կան ինչ-որ շրջանակներ առաջադեմ, որ մերժում են Հայաստանի քաղաքական կյանքը, իրանց իրավունքն է, բայց մերժելով Հայաստանի քաղաքական իրականությունը կտրվում են նաեւ Հայաստանի խնդիրներից, հայկական իրականությունից, այսինքն հողի վրայից կտրվում են, այսինքն ոտքերը էլ հողի վրա չի, չեն հասկանում թե ինչ է կատարվում Հայաստանում եւ ուզում են Հայաստանում ստեղծեն Գերմանիայի, Շվեյցարիայի պես որ սոցիալական արդարությամբ, սոցիալական խնդիրները լուծող արդար պետություն, բայց Հայաստանը այլ խնդիրներ ունի եւ չես կարող հիմա դու ստեղ բոլորին դեմ լինել այն պարագայում, երբ որ կա իշխանություն, որը կլանում ու քայքայում է իր ճանապարհին, ամեն ինչ։ Չգիտեմ, կարողացա լավ բացատրել, թե ոչ։ Եվ կան հանրության այլ զանգվածներ, որ էլի իրենց այդ տարված են մերկանտիլ, ձախողակ շահերով, օրինակ 2010 թվականին մարդկային խմբերը ինչի շատ սկսեցին աջակցել եւ սիրել այս իշխանությանը, որտեղ ինչ-որ սոցիալական պոպուլիզմի դիրքերից ինչ-որ քայլեր արեցին, ինչ-որ աջակցություններ, սոցիալական աջակցություններ տրամադրեցին շատ-շատերին, հանեցին բանկերի սերտուցակներից եւ մարդիկ նորից բանկերից վարկ վերցնելու հնարավորություն ստացան եւ հիմա նորից շատ մարդկանց, հատկապես մարզերում հետաքրքիր է միայն իրենց այդ բանկերի սերտուցակում գտնվել, այսինքն Նիկոլ Փաշինյանը եկավ հանեց իրանց բանկերի սերտուցակներից եւ հիմա նրանք նորից գնացին բանկերից վարկ վերցեցին, նորից անարդյունավետ այդ վարկերը օգտագործեցին, նորից հայտնվեցին սերտուցակներում եւ հիմա նորից ուզում են մի երկնքից բարերար ստանալ, որը նորից կգա իրանց այդ սերտուցակներից կանի, այսինքն սոցիալական պոպուլիզմը ժողովրդին կաշառելուց պրիմիտիվ բաները քայքայում են մեր հանրությունը, հանրային կառույցը, մարդկային միտքը, քաղաքական միտքը եւ այլն։ Եվ իսկապես շատ մտահոգիչ ժամանակներում ենք ապրում եւ նույն ժամանակ հետաքրքիր եւ այս դասակարգերի տարբեր ճյուղավորումների համատեքստում կամ ներգործությամբ ես մեր ժողովրդին ուզում եմ նաև խորհուրդ տալ հայացքներ ուղղել իսկական քաղաքական գործիչները։ Այն քաղաքական գործիչները, որ մարդկանց հետ խոսում են քաղաքական լեզվով, քաղաքական հռետորաբանությամբ, առանց սոցիալական դեմագոգիայի, առանց սոցիալական պոպուլիզմի, առանց Երկնային Երուսաղեմի դրախտի խոստումների, որտեղ շատ ընդդիմադիրներ, նաև իշխանությունը ինչ-որ մեծ փոփոխություններ են խոստանում, խաղաղություն, գների իջեցում, սերտուցակներից ազատագրում, փոքր բիզնեսի չհարկում, իրեմ, բայց այս ամենի կողքին այս ամենը շատ գայթակղիչ է, այս պոպուլիզմը, բայց դրանից զուգընթաց կարելի է նաև հայացքներ ուղղել դեպի քաղաքական գործիչները, որոնք կան, եւ լսել թե իրենք ինչ են ասում, եւ այս ազդեցիկ ուժերի կողքին նաև խոսելու, դրսևորվելու, նաև պարլամենտում լինելու հնարավորություն տալ քաղաքական գործիչներին, որովհետև ի վերջո բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև, պետք է ունենան քաղաքական լուծում։
իսկ քաղաքական լուծումը պետք է բխի քաղաքական մտածողությունից, իսկ քաղաքական մտածողության համար անհրաժեշտ են քաղաքական գործիչներ, իսկ խոշոր կապիտալը, մենեջմենթը, հեղափոխական պոպուլիստ ակտիվիստները, անցյալում մնացած ռազմաքաղաքական բյուրոկրատիան այդ հարցին չեն կարողանալու պատասխան տալ։ Չգիտեմ, կարողացա միտքս լավ ձևակերպել թե չէ, բայց այսօր համար այսքանը։ Շնորհակալ եմ հետևելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին եւ հավանել ու տարածել ընդհատակի զրույցները։ Լավ եղեք։